Ողջույն բոլորին։ Այսօր պատրաստելու ենք արագ պատրաստվող, շատ պարզ և շատ համեղ աղցան։ Դրա համար մեզ հարկավոր է կաղամբ, ըստ ցանկության, թե ինչ չափի եք պատրաստելու աղցանը, կարող եք ամբողջ կաղամբ վերցնել կամ կես կաղամբ, 1 գազար, 2 խաշածու, եգիպտացորեն և ինձ մոտ կա այսպիսի սոուս, շատ համեղ է, ինքը մայոնեզ է վարունգով պատրաստված։ Եթե չեք կարող ձեռք բերել այսպիսի սոուս, կարող եք վերցնել մայոնեզ և մի քիչ էլ մանանեխ ավելացնել մեջը, շատ համեղ կստացվի։ Անցնենք պատրաստելուն։ Կտրատում ենք կաղամբը։ Հարգելիներս, որպեսզի կաղամբը չբաժանվի իրենից հանգիստ կարողանա կտրատել, խորհուրդ եմ տալիս սկզբից այս կոթունը չհեռացնել, որպեսզի չառանձնանան իրարից։ Կաղամբը կտրատում ենք շատ նուրբ, աշխատում ենք կաղամբի նուրբ թերթիկները կտրատել։ Կաղամբը կտրատեցինք, տեղավորենք աղցանի ամանի մեջ։ Ավելացնենք աղ և մի լավ տակնու վրա անենք։ Քերիչով անցկացնում ենք գազարը։ Գազարն էլ քերեցինք և ավելացնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք եգիպտացորենը։ Փորձում ենք տակնու վրա անել։ Մանրացնում ենք խաշած ձվերը։ Ձվերի վրա ավելացնում եմ աղ և մի փոքր սև պղպեղ և ավելացնում եմ աղցանի վրա։ Կրկին խառնում ենք աղցանը։ Իսկ հիմա ժամանակն է ավելացնել այս մայոնեզը։ Խառնում ենք, այնպես որ բոլոր բանջարեղեններն էլ պատվեն մայոնեզով։ Եվ վերջ, աղցանը պատրաստ է։ Խնդրեմ, այսպես կարող եք մատուցել։ Ինչ հարգելիներս, տեսակ թե որքան արագ ստացվեց և շատ քիչ բաղադրիչներ էին հարկավոր։ Այս աղցանը կարող եք մատուցել պատրաստելուց մի 5-10 րոպե հետո և կարող եք մի քանի ժամ էլ թողնել սառնարանում, միևնույն է, ինչպես էլ օգտվեք, համը չի փոխվի, ինքը շատ համեղ, յուրահատուկ, հետաքրքիր աղցան է և կշտացնող է նաև, կարող եք միայն աղցանը ուտել և կշտանալ։ Ինչ, հուսով եմ օգտակար եղա ձեզ, պատրաստեք և թող անուշ լինի։